Ալավերդի բարի օր, բարի կեսօր արդեն, ուրախ ենք և շնորհակալ ենք, որ եկել եք, ես ուզում եմ հիշեցնեմ, որ այսօրվա մեր հիմնական հավաքը տեղի ունենալու Վանաձորում ժամը 20-ին, դե հիմնական հավաքը որն է, այնտեղ մի քիչ սկզբունքորեն այդ ձևաչափով նույն բաներն ենք խոսում, որովհետև խոսում ենք ամենակարևոր բաները, տարբերությունն է նա, որ այնտեղ օրվա վերջում դրոն շոու ենք ունենալու, ես էլ նվագելու եմ, վարչապետի հետ նվագելու ենք, ձեզ համար, ում հետաքրքիր է ուզում ականատես լինի, խնդրում եմ անպայման գա։ Այսօր նոր ճանապարհին գալիս են, մեր ընկերներին հետ եմ ասում եմ վերջին համարյա մի տարին, ամեն օր ես բան եմ նվագել, հարվածային գործիքներ եմ նվագել, դե հիմա որ ճամփորդում ենք, սովորաբար սենց է, ժամը 5-ին կամ 4:30 արթնանում եմ, մի քիչ նամակագրություններն եմ նայում, հետո գնում եմ մի ժամ հարվածային գործիքներ եմ նվագում, հետո էլի վերադառնում եմ աշխատանքի, եւ դա շատ կարեւոր է նաեւ հետեւյալի տրամաբանությամբ, որ նախ գործիք նվագելը լավ է, որովհետեւ օգնում է որ կտրվես, եւ երկրորդն է սովորելու իմ օրինակով ուզում եմ ցույց տամ նաեւ որ իհարկե սիրում եմ նաեւ հարվածային գործիքներ նվագել, հենց չի որ տենց պարտականությունից ելնում, ես կարծում եմ եթե ես հարվածային գործիքներ չնվագեի, ոչ մեկ ձեզնից ինձ չէր դատապարտի դրա համար, բայց նաեւ ուզում եմ իմ օրինակով ցույց տամ նաեւ երիտասարդներին եւ իմիջիալոց մեր նախընտրական ծրագրում կա նաեւ առաջիկայում 100 մարզադպրոց, երաժշտական դպրոց, արվեստի դպրոց հանրապետությունում ստեղծելու գաղափարը, որովհետև ես մի հատ այսպիսի ֆանտաստիկ միտք ունեմ, որ այսինքն լավ չասեմ բոլորը, բայց հնարավորինս շատ երեխա երաժշտական գործիք նվագել իմանա։ Որովհետև բացի գեղագիտությունը դա նաև կյանքի հմտություն է, որովհետև մարդուն կօգնի պարտադիր չի, որ ինքը նվագելով բան աշխատի, գումար աշխատի, բայց նաև կոլեկտիվում մարդկանց իրաց շուրջը համախմբվելու, ուրիշների համար ավելի սիրված լինելու, ավելի որովհետև սա շատ կարևոր բան է։ Մի հատ չինացի փիլիսոփա կա, ասել է այն մարդը, որ գրավիտացիա չունի, ձգողականություն չունի, չի կարող համարվել լիարժեք եւ լիարժեք իր կյանքի հնարավորությունը, որովհետեւ այո, մարդը պետք է ունենա գրավիտացիա, որ ուրիշ մարդիկ ուզենան իր հետ հարաբերվեն, դա աշխատանք սկսած, գիտեք, ժողովուրդ մարդիկ կան, գնում են օրինակ աշխատանքի ընդունվելու դժվարություն ունեն։ Եվ թվում է թե իրանք չեն կարող աշխատանքի ընդունվեն, դե ասում են ես հարցին պատասխանեցի, դիպլոմը ունեմ, ունեմ, ու տենց էլ գլխի չեն ընկնում ինչն է։ Սենց բաներ կա, օրինակ եթե կարա մարդը դիպլոմ ունենա, ունենա, բայց գրավիտացիա չունենա, այսինքն ձգողականություն չունենա, որովհետև մարդկային հարաբերություն, մենք բոլորս կյանքում տենց ենք, ժողովուրդ ջան։ Մարդիկ կան, որոնց մենք ուզում ենք ավելի շատ շփվենք, մարդիկ կան, որոնց հետ մենք ուզում ենք ավելի քիչ շփվենք։ Ու դա կապ չունի ոչ դիպլոմի հետ, մարդ կասկի կարող է նորմալ, չգիտեմ, ոչ մի բանի նորմալ մասնագետ չի, բայց մենք ուզում ենք իր հետ շատ շփվենք, ընդհակը առիթ ենք փնտրում իր հետ շփվելու, որովհետև մարդը գրավիտացիա պետք է ունենա, բայց չինացի փիլիսոփան գրավիտացիան կապում էր կրթության հետ, ասում էր իրական գրավիտացիան, որը կարճաժամկետ չի, այլ մշտական այդ կրթության հետ է, եւ կրթությունը մենակ այն չի, որ մենք իմանանք աշխարհի ամենաբարձր լեռը որն է, աշխարհի ամենաերկար գետը որն է, A քառակուսի գումարած B քառակուսի ինչի է հավասար, կրթությունը նաեւ շարժուձև է, եւ մենք բոլորս պետք է անընդհատ եւ շարունակաբար կրթվենք, եւ մենք բոլորս, որովհետեւ երբ որ մենք կրթվելու մասին խոսակցություն ենք բացում, ես միշտ մտածում եմ, որ կարա մարդկանց ինչ որ ձևով խոցի, ասեն ինչի մենք անկիրթ ենք, որ մի հատ էլ պետք է կրթվենք, բայց ես ուրիշ հարց եմ տալիս, ով այն մարդը, որ գիտի ամեն ինչ, կա տենց մարդ, որ գիտի ամեն ինչ,
Շնորհավորում եմ եղբայր, ես դրա այդ առիթով։ Ուրեմն բացի քեզնից էլ ուրիշ ոչ մեկ չկա, որ ամեն ինչ մարդկության պատմության մեջ ընդհանրապես չի եղել այդպիսի մեկը, որ ամեն ինչ իմացել է։ Հետևաբար, եթե չկա որևէ մեկը, որ ամեն ինչ գիտի, հետևաբար մեզնից յուրաքանչյուրը ինչ որ նոր բան իմանալու տեղ ունի, եւ եթե այդ նոր բանը իմացավ, իր գրավիտացիան, իր ձգողան, իր կշիռը անհատական կշիռը ավելի աճեց։ Եվ սա իսկ դա նոր բան իմանալ հնարավոր է կրթության միջոցով կամ կրթությանը հակված լինելու միջոցով։ Եվ էսա, որ մենք ուզում ենք իմիջիալոց մեր այն կետը, որին մենք հասել ենք, սրա հետևանքն է։ Ես նախկին իմ արդյունքն ավել ճիշտ, նախկին իմ ելույթներից մեկում ես ասացի, որ այն բոլոր որոշումները, որոնք ծանր են եղել, որոնք վիճահարույց են եղել, որոնք միանշանակ չեն եղել, այդ բոլոր որոշումները մենք կայացրել ենք հայ ժողովրդի պատմությունը ընթերցելով եւ վերընթերցելով։ Ես իմիջիալոց նաև սոցիալական ցանցերում անդադ գրել եմ, հա, թմբուկից առաջ ես ավելի շատ առավոտյա ժամը 5-ից 6-ը, 5-ից 6:30 ուրիշ բանով էի զբաղված։ Ես կարդում էի հայ ժողովրդի պատմությունը, գտնելու համար մի պարզ հարցի պատասխան, ինչն է պատճառը, որ մեր պատմությունը ամեն անգամ կրկնվում է։ Ինչն է պատճառը, որ մենք անդադ կորցնում ենք մեր պետությունը, ինչն է պատճառը, որ մենք անդադ ենթարկվում ենք ցեղասպանության, կոտորածների եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ իմ հետևությունը մեկն էր, որովհետեւ առաջինը մենք բավարար չափով չենք գնահատում մեր պետության արժեքը մեզ համար, եւ երկրորդը մենք թույլ ենք տալիս անընդհատ որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ։ Հասկանում եք, սա այնպիսի ակնհայտ փաստ է, մեր ուրիշները մեզ, երբ որ մենք թույլ ենք տալիս ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, դա ավարտվում է ողբերգությամբ։ Մենք թույլ տվեք ասել, որ սա մի հազարամյա նշանակության պատմություն է այսօր Հայաստանում տեղի ունենում, որովհետև մենք հրաժարվել ենք ուրիշների կողմից, ուրիշների դեմ օգտագործվողի դերից եւ մենք առերեսվել ենք այն փաստին, որ մենք մեր երջանկությունն ու հաջողությունը չպետքա փնտրենք ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում, ոչ արևմուտքում։ Մենք մեր հաջողությունը պետքա փնտրենք մենք ինքներս մեզ հետ առերեսվելով, մենք պետքա հասկանանք, որ ոչ մեկը չի կարող ավելի հետաքրքրված լինել մեր հաջողությամբ, քան ինքներս, հետևաբար մենք գեր կենտրոնացած պետքա լինենք մեր հաջողության վրա, եւ նախկինում շատ կարևոր բան է փոխվել Հայաստանում։ Իմ Facebook-յան էջով բացի, այնտեղ կտեսնի Արագած Սարի նկարը հետևյալ կարգախոսով. այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց։ Մենք Հայաստանի անկախությունից ի վեր, մենք անդադ Հայաստանից արտագաղթողներին բան ենք արել, տենց ինչ-որ ձևով քննադատել ենք նաև, մեղադրել ենք մարդկանց այս նախադասությամբ, որտեղ հաց, այնտեղ կաց, որովհետև իրոք մարդիկ շատ հաճախ գնացել են, արտագաղթել են Հայաստանից հացի հետևից, բայց ուրիշ հարց չենք տվել, բա հաց ինչի չկա ժողովուրդ, բա պետությունը ինչի համար ենք ստեղծել, ինչի Հայաստանի Հանրապետությունում չկա հաց, այդ է պրոբլեմը, եւ էսա պատճառը Հայաստանում հաց չի եղել, մարդիկ հացի հետևից արծիված են եղել արտագաղթել, մենք փոխել ենք փիլիսոփայությունը, մենք ասում ենք այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց, պետությունն է այն մեխանիզմը, պետությունը նրա համար չի, որ մարդկանց տանի տառապանքների, պետությունը նրա հաց ստեղծելու գործիք է, հաց ստեղծելու, եւ մենք 2018 թվականից այս ճանապարհով ենք գնում, եւ մենք տեղ ենք հասել ենք մի գիտակցության, որ պետությունը ոչ թե ինչ որ պատմական ճշմարտություններ ապացուցելու մասին է, պետությունը այսօր ապրող մարդու կարիքները հոգալու, նրա անվտանգությունը, բարեկեցությունը ապահովելու համար է։ Եվ էսա տեղի ունեցել էս փոփոխությունը։ Եվ ելի եմ ասում, մենք պետքա ինչի՞ց է ծագում այդ խոսակցությունը,
1990 թվականի անկախության հռչակագրի հետ կապված, որտեղ անկախության հռչակագրի ամբողջ հայեցակարգը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը մենք ստեղծում ենք որպես կանգառ ուրիշ ինչ որ տեղ գնալու, ուրիշ հանգրվանի հասնելու համար։ Մենք փոխում ենք այդ փիլիսոփայությունը, ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը կանգառ չէ, այլ վերջնական հանգրվան։ Հայաստանի Հանրապետությունը միջանկյալ կետ չի, այլ այն նպատակակետն է, որին մենք արդեն հասել ենք, որովհետև ես ուզում եմ մենք լավ պատկերացնենք կանգառի եւ վերջնական հանգրվանի հոգեբանության տարբերությունը։ Կանգառը մի տեղ է, որը դու գիտես, դու այդտեղ դա չի քո նպատակը, դու ընդամենը դա քո շարժման ինչ որ ուրիշ տեղ գնալու հերթական հանգրվանն է։ Եվ այդ կանգառում ոչ նստածը տա նստած, ոչ քնածը տա քնած, ոչ կերածը տա կերած, որտեվ գիտես, որ դու ժամանակի մեջ ես, դու խնդիր ունես։ Եվ երբեք ոչ մեկը կանգառը չի բարեկարգի։ Ով է որ մենք ալավերդուց գնում ենք ենթադրենք Մեղրի եւ ճանապարհին երկու տեղ կանգնելու ենք։ Այն տեղը որ կանգնելու ենք, մենք կսկսենք բարեկարգել այդ տեղը։ Կսկսենք հարմարավետ դարձնել, կսկսենք ավելի բարեկարգել։ Ինչի համար։ Ինչի համար փող ծախսենք, ժամանակ, էներգիա ծախսենք, որ նստենք կանգառը ռեմոնտ անենք, ասենք օրինակ, կամ չգիտեմ այնտեղ բան մեզ կարիք չկա, որտեղ մենք գնալու ենք, ուրիշ տեղ ենք շարժվում։ Մենք պատմականորեն Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել ենք որպես կանգառի։ Իբր մենք ծովից ծով Հայաստան ենք ստեղծում, իբր մենք ավելի մեծ Հայաստան ենք ստեղծում, բայց մենք հաշվի չենք առել մի բան։ Եթե մենք դեպի արևելք եւ արևմուտք ուզում ենք ստեղծել ավելի մեծ Հայաստան, արևելքից ու արևմուտքից էլ, արևմուտքի եւ արևելքի առաջ լեգիտիմություն ենք ճակերտավոր բացում, որ իրանք էլ դեպի արևելք եւ արևմուտք ավելի մեծ իրանց երկրները ստեղծեն։ Մենք պետք է հաշվի առնենք, որ 1045 թվից էսկոմ մեր տարածքում հայկական, մաքուր հայկական պետականություն մենք չենք ունեցել 1000 տարի եւ մենք հիմա մեր մեծագույն պարտավորությունը եւ պատմական առաքելությունը արմատավորել Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքում հայկական պետականությունը այնքան խորը արմատներ մենք պետքա դնենք մեր պետականության, մեր միջազգայինորեն ճանաչված այս տարածքի վրա, որ Հայաստան պետությունը երկիր մոլորակի վրա գոյություն ունենա 100-ամյակներով, 1000-ամյակներով եւ մենք փոխանցենք այս պետությունը հաջորդ սերնդին, իսկ սերնդին եւ այսպես 100 տարի, 500 տարի, 1000 տարի, 2000 տարի։ Եվ ես ուզում եմ, որ մենք այս process-ը գնահատենք այս տրամաբանությամբ, բայց նաեւ Էտել են ուրիշ փիլիսոփայությունն էլ ընդունելի չի, որ այ հիմա մենք պետքա տառապենք, որ 1000 տարի հետո լավը լինի։ Այդ ինձ ընդհանրապես ես սիրում եմ բառերի նախադասությունների մեջ խորանամ։ Մեր այդ ձևակերպումը, որ լավը ալնելու չէ, լավը ալնելու, անընդհատ ոչ ժողովուրդ ջան, մենք մի կողմ ենք դնել լավա լինելու արտահայտությունը, մենք հենվում ենք լավա, հիմա է լավ, այսօր պետքա լավ լինի տրամաբանության եւ փիլիսոփայության վրա։ Ինչով է լավ այսօր ժողովուրդ, հարց կարա հնչի, ինչով է այսօր լավ։ Այսօր լավա հետեւյալով, արդեն 2 տարի Հայաստանը զոհ ու վիրավոր չունի կոնֆլիկտի հետևանքով, լավա դրանով։ Այսօր Հայաստանում կառուցվում է 500 մանկապարտեզ, 300 դպրոց, այսօր լավա դրանով։ Ընդ որում, ես ուզում եմ ձեզ ասել, միշտ մեր ժողովուրդը նոստալգիա է ունեցել Խորհրդային Միության ժամանակների նկատմամբ, բայց Խորհրդային Միության երբեք այնպիսի մակարդակի դպրոցներ, շենքեր չեն եղել, ինչպիսին մենք այսօր զրոյից կառուցում ենք։ Գնացեք եւ ինքներդ համոզվեք, Խորհրդային Միությունում երբեք այս մակարդակի մանկապարտեզներ չեն եղել։ Եվ ահա սրանով է լավ Հայաստանի Հանրապետությունում այսօր մենք 50,000 ընտանիք, մենք միայն $1 միլիարդ աջակցություն ենք ցույց տվել բնակարան ձեռք բերող ընտանիքներին։
50,000 ընտանիք Հայաստանում պետության աջակցությամբ բնակարանա ձեռք բերում, սրանով լավ, այսօր առաջին անգամ մեր պատմության մեջ միջին կենսաթոշակը բարձրա նվազագույն սպառողական զամբյուղից առաջին անգամ, սրանով լավ, այսօր 65+ տարիքի թոշակառուները և մինչև 18 տարեկան երեխաները պետական բյուջեի հաշվին առողջության ապահովագրությունից են օգտվում, սրանով լավ, այսօրվա դրությամբ մենք գիտության ոլորտում գիտնականների աշխատավարձը 2017 թվականի համեմատությամբ մինչև 300%-ով բարձրացրել ենք, սրանով լավ, մենք գիտության ֆինանսավորումը 17 թվականի համեմատությամբ շուրջ 3 անգամ ավելացրել ենք, սրանով լավ, Ալավերդիում երբ այս մասշտաբի շինարարություն եղել, ժողովուրդ, սրանով լավ, 2018 թվականից մինչև հիմա Լոռու մարզում կառավարությունը շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում արել, սրանով լավ, լավա նրանով, որ երբ որ բնական աղետը եղավ, Հայաստանի կառավարությունը արագ կանգնեց Ալավերդու ժողովրդի կողմից և մարդիկ հաղթահարեցին աղետը, սրանով լավ, լավա նրանով, որ եթե նախկինում ծնողը իր զինվորին ստիպված էր լինում կոնֆետ ու նասկի ուղարկել, այսօր մեր բանակը ունի պաշտպան հայրենիաց ծրագիր, որով 18 տարեկան զինվորը պայմանագիր է կնքում ու ոչ թե իր ծնողն է իրան բանակում պահում, այլ ինքը իր ատեստավորման կարգից կախված 300, 400, 500, 600 հազար դրամ աշխատավարձը տանում իր տուն և ինքն է իր ծնողներին պահում և գիշերներն էլ իր տանն է քնում, սրանով լավ, լավա նրանով, որ այսօր ռազմական ակադեմիայի ուսանողը 170,000 կրթաթոշակ է ստանում և երբ որ ավարտվի և սպայական աշխատանքի անցնի, այլևս պետությունը նույն պահին իրան բնակարանա տալու, սրանով լավ, կարամ երկար շարունակեմ, բայց միրոք էդ կարամ բայց ասեմ մի նախադասությամբ, լավա նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս հուսահատ, մաքարող և գոյատևող երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը ծաղկող երկիր է, սրանով լավ, այսօր լավ, հիմա լավ, և 2021 թվականին մենք եկանք ձեզ ասացինք, որ ապագա կա, դուք հավատացիք և վստահեցիք մեզ և մենք այսօր եկել ենք ասել ձեզ, որ ապագան այսօր է, ապագան հիմա է, ապագան այստեղ է և մեզ մնում է տեր կանգնել այդ ապագային, տեր կանգնել խաղաղությանը, այս է պատճառը, որ ես ուզում եմ ձեզ խնդրել, հորդորել, կոչ անել, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր և քվեարկեք հետևյալ տրամաբանությամբ, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, համոզիչ չի ինչու։ Ժողովուրդ, ես եմ արևի տակ կանգնած, ոնց որ դուք եք շոքել, հա։ Քվեարկում եք 16-ին, թե չէ։ Դե նենց արեք դա լսվի։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի, իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ալավերդուն, Լոռու մարզին, Երևանին, Հայաստանին, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Եվ բայց ամենակարևորը շատ կարևոր է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է պատմական եզակի խաչմերուկի վրա։ Ժողովուրդ 2026 թվականին լուծվում են, սեղանին դրվում են հարցեր եւ պետք է ստանան պատասխաններ այն հարցերը, որոնք սեղանին դրվել եւ պատասխան չեն ստացել 374 թվականին։ Բառացիորեն եմ ասում, այդ հարցերը դրվել են սեղանին եւ պատասխան չեն ստացել 374 թվականին, երբ սեղանի շուրջ, հացի սեղանի շուրջ դավադիր կերպով սպանվեց Պապ թագավորը։ Մենք պարտավոր ենք պատասխան ձևակերպել այդ հարցերին։ Մենք պարտավոր ենք որոշում կայացնել պատմական այս խաչմերուկի վերաբերյալ, բայց երբ որ ես ասում եմ մենքը շատ կարևոր է, բայց կան պահեր, երբ որ մենքը պետք է բաղդատվի եւ ուրեմն պատմական այս խաչմերուկից հետագա ընթացքը մենք պետք է հասկանանք, որ կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելով կա այդ մեկ մարդկանցից, ուզում եմ իրանց ձայնը ձեռքը տեսնել, ձեռքը, եւ ուրեմն, եւ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ պատիվ ունի կոչվելու Հայաստանի Հանրապետության հպարտ եւ արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ալավերդուն, Լոռու մարզին, Երևանին, Հայաստանին, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։